Ես պատկանող Range Rover մեքենան քաղաքում շրջում էր կարմիր դեսպանատան համարներով, որը որ Ռուսաստանի դեսպանատան բալանսի վրա է նստած, ինչ պայմանով է ու ինչ ակնկալիքով է այդ համարները ձեզ տրվել, ինչի դիմաց է տրվել ու որն է դրա նպատակը այդ կարմիր պետհամարանիշներով Երևանի փողոցներում եւ առհասարակ Հայաստանի Հանրապետությունում շրջելու։ Խնդրում եմ այս հարցին պատասխանեք, որը Եվրոինտեգրումը ընտրած ուժի համար շատ հետաքրքիր է մեր քաղաքացիները լսեն, թե ինչ կապակցվածություն կա Ռուսաստանի դեսպանատան եւ ձեր Շատ հետաքրքիր հարց է, չեմ էլ ուզում ընդհատեմ, բայց ժամանակ արձագանք պարոն 18 թվականից սկսած ես ինձ բռնացրել եմ այն մտքի վրա, որ զարմանում եմ, թե ինչի եմ զարմանում, բայց համաձայն եմ, դուք էլ կարաք։ Հիմա շատ այսպես դարակազմիկ բան եմ ասելու։ Ցավոք սրտի այդ համարները չի եղել Ռուսաստանի Դաշնության։ Այդ համարները եղել է Լատվիայի պատվո հյուպատոսության համարներ։ Դրա համար էլ Եվրոինտեգրում են եղել։ Մեքենան չի եղել իմ սեփականություն, մի րոպե Ժողովուրդ ջան կներեք։ Մեքենան չի եղել իմ սեփականությունը, մեքենան եղել է Լատվիայի հյուպատոսության սեփականությունը, եղել է հյուպատոսի սեփականությունը եւ պարոն Խաչատրյան, Հայաստանում, Երևանում, այդ թվում նաեւ մեր ֆրակցիայում, ես եղել է դեպքեր, որ Սուքիասյան Հայկի մեքենան մի ամսով վերցրել եմ տարբեր պատճառներով։ Այդ մեքենան ես նախ չեմ վարել անընդհատ, եղել են դեպքեր չեմ շղթում, բայց մեքենան կարող եք ճշտել 40 Ինչ? Ժամանակ, հարգելի գործընկերներ։ Հարգելի գործընկերներ։ Նա կրկնի հարցը չեմ լսում, էլի շատ կարևոր է։ Հարցը ավարտվեց, ձեր պատասխանն էլ ավարտվեց։ Վերջի տալի, չէ՞ պատասխան։ Նորից կրկնում եմ, Ժորժ ջան, ներողություն, 15 վայրկյան շատ կարևոր է։ Ավարտեք։ Հյուպատոսը հանդիսանում է իմ ընկերը, քաշվավ այդ տղեն։ Իմ ընկերը իմ մեքենանը վերցրել, ես իրա, դա իր։ Հայտ եմ ասում, հիմա եթե մարդը իր հյուպատոսության սեփականության վրա գրանցված մեքենան, պրոստը չեմ հիշում 40 ինչ էր, էլի, որ ասեմ ստուգեք, տեստեք։